Supersonics առաջին անգամ լուսատախտակի վրա ունենում է 2 Մեթյուս 3 շատ սառնոս եւ փորձեր ջկացա բայց բախտավոր էր քանի որ անաջող խաղաց պաշտպանը Ստեփան Կոմջյանը ինչ փոխանցում է կատարում ֆանտաստիկ հարձակում Կիլիկյայի կողմից Սդաշտի գծի մոտ դեմարին է ստացել գնդակը JJ-ն է գալիս իրեն օգնելու Հակոբյանն էլ կնետի 3 բենգ առաջին 3-ը JJ-ի Հիշենք թե ինչ փրկեց գնդակը դեմարին միջինը նետելու Հիանալի է խաղում Օշեյնը այո բերում 2 Զայրաց չին Օշեն Ռեյդը իր ձեռքի ժեստով Խորհուրդ կտամ ուղղակի Ռեյդին Պոլիսային չզայրացնել այո արագ հարձակում դեմարի ապրը իհարկե արագությամբ Այո թիմերում էլ հայազգիները երիտասարդներ են ովքեր դեռ շատ տեղ ունեն աճելու եւ իրենցից շատերից ավելի ճիշտ սովորելու Բնականաբար ամեն անգամ երբ հայազգիները գտնվող JJ վերցել է գնդակը ստանում է Հակոբյան օղակի տակ վրիպում ազատ է Մեթյուզը շատ հաճելի է որ Ջևոնթը չէ տեսնում եք Ջևոնթը նետում չի կատարում Ընդամենը 2 վարում Տուգանային JJ-ն ռիբաունդը վերցնում է Բարթոնի վրիպումից հետո թողնում է գնդակը Քոլերը Հափերին միջինից է նետելու դմարին այո դիպուկ հավասար հաշիվ Նետումն է չի կատարելու մինչև նետումի պահն է Տուգանքը արձանագրվել Այո սակայն օկի տակից միավոր վաստակում է ասել Մեթյուս Տեսեք ինչ անում Ջևոնթե Մեթյուսը Ուղղակի Եվ Մեթյուսը հիանալի պաշտպանություն խաղաց ինչ բլոկ շոտ էր Ռոմայից Մեթյուսն էլ վրիպեց եւ վերջապես Ջևոնթեն Ջևոնթե Ձեռքի վրայով Հոլիդեյի պաստորեն ինձ Հոլիդեյը ստացավ միջինի վրա Անաճող փոխանցում խլել է գնդակը Հակոբյանը իհարկե մինչև վերջ գնալու է օղակի տակից բերի 2 այդպես էլ կա հավասարվում է հաշիվը 37 Ռեյդն էլ կորցնում է տիրապետումը Սարաթյան լավ փոխանցում Քոլարին քիչ ժամանակ է մնում նետում է պետք Մեթյուս կրկին դիպուկ հիմա էլ հերվից բայց ոչ 3 այլ միջին տարածությունից արդեն մրցակցի համար վատ նորություն է Օլիսան դեռ այսօր միավոր չի վաստակել Հակառակ կողմը հենց նովածին էր գալիս Մեթյուս Կրկին միջինից Ջևոնթե 10 միավոր միայն Ջևոնթե Մենք վերադառնում Ավելի են մոտենում մեծ առավելության հասնելուն, քանի որ այս պահին 9 միավոր է հաշվի տարբերությունը, Քոլերն է հիմա էլ կրակելու, բենգ, Բրենդեն Քոլեր, այո, ստացավ Կիլիկ, այո, դմարի ապրը, ակի տակից, բոլոր պաշտպաններին իր առջև այս, նելուց հետո այսպես ասած, դեմարին է առաջնագծում, Օշեյնը ստացավ գնդակը վրիպեց 2 բասկետբոլիստներն էլ 1 ձեռքով կարողացան ուղղակի տակից եւ արագ հարձակման հնարավորություն ունի Կիլիկյան հիանալի փոխանցում թաչդաուն փոխանցում Ջևոնթե Մեթյուսից առաջնակից JJ-ին Կոմջան 3 Բրենդեն Ադամսի ձեռքի վրայով շատ կարևոր մի փոքր կարճ Մեթյուս այո իհարկե Ջևոնթեն միջինից դիպուկ է նետելու նաև ինչու ոչ նաև Սամվել Գևորգյանի օգնությունը պարտադիր է թիմին Հափերը վրիպեց իսկ Ջևոնթեն ճիշտ պայն ճիշտ տեղում է հայտնվում վաստակելով օղակի տակից 2 մաքրում է Խաղանկերներ Կիլիկյան վերցրել էր, պահել էր մինչև 3-րդ քառորդի ավարտ, բայց ակտիվացավ Բրենդեն Ադամսը եւ ակտիվացավ Գոր Սիմոնյանի պաշտպանությունը
Brandon Collar and one միանգամից առաջին արձակումում այո ներողություն փաստորեն արդեն 5-րդ տուգանքն է ստացել այո ես հիշում եմ որ խոսեցի այդ մասին ավելացնում է 2 միավոր իրակ Ջանը գնդակով թողում է Բրենդոնին 5 վայրկյան արձակման համար արագ որոշում է պետք է ացնել Մեթյուսը ձերքի վրայով է նետում Ադամսի եւ հայտնվում է բախտավոր գնդակողորցում մի փոքր նորից ուժեղ ստացվեց նետումը Օշեին էլ ակարակ կողում դիպուկ է իրենք իրականում ընդունակ եւ այդ պատճառով էլ շատ դեպքերում նույնիսկ ձերքերը ճիշտ չի շարժվում Գոյում ջան անկյունից դիպուկ է Ստեփանը եւ հիմա ընդուան է եւս մեկ անգամ ոստակում Ջևոնթեն զարմացած է Ադամսը մրցավարի ինձ թվում է պետք չէ քանի որ փաստացի կրկնապատկերով պարզ երևաց Բրենդոնի ձեռքը Գոր Սիմոնյանի այս խաղում 7 փորձից 4 անգամ ֆանտաստիկ նետել է Ադամսը պատասխանում է այդ 3-ով Շմեք այս դիրքից ասում էի որ 3 րոպե խաղի ավարտին դիրքային պաշտպանությունը դեռ կանգնած է Սուպերսոնիքսի իհարկե Ջևոնթեն իր առջև 16 տարեկան երիտասարդ տեսնելուց հետո Ջևոնթեն Պոստում է ստացել գնդակը լավ փոխանցում Հափրին տեսնում եք ինչ է լինում պաշտպանությունում դիրքային այո որ 4 միավոր է տարբերությունը հաղեներում է 54 վայրկյան Իսկ ինչպես է միայնակ գնդակը պահում թիմի մոտ Հափր եւ այո դիպուկ է Դմարի Հափրը 46.5 վայրկյան